Պատմություն այն մասին, թե ոնց խայտառակ եղա համալսարանի առաջին օրը։ Ես ինչքան փորձում էի սա մոռանալ, մեկը մոտիկներս ամեն անգամ ինձ հիշացնում էին ու որոշեցի, որ ինչու ոչ, ձեզ հետ էլ կիսվեմ։ Ուրեմն 22 թվականի օգոստոսի 30-ներ գնացել էինք համալսարան թղթեր տալու։ Եթե ինձ նորեք տեսնում, ասեմ, որ ես Մերինամ սովորում եմ Բրյուսովում արդեն 4-րդ կուրս եմ։ Մենք գնացինք, պատրաստվում էինք ներս մտնել, երբ տեսանք, որ կանգնած է պահակը ու էլի մի քանի բարձր կուրսեցի։ Սպասում էինք, թե երբ պիտի մեր հերթը գա, որ գնայինք։ Ու այդ պահին պահակը սենց հարցնում է. «Ինչ կա երեխեք»։ Ես իմ շեդևրող ելքով մտածում եմ, թե ինքը նկատի ունի ինչ կա, ոնց է, խոսքով գործերը նկատի ունի էլի։ Ու որպեսզի սենց շատ կրուտոյ թվամ, ինչ եմ ասում, ես խնդրում եմ Աստված, ես պրոստ ուզում եմ անհետանամ ամեն անգամ, երբ հիշում եմ։ Ուշադրություն, ես պատասխանում եմ. «Բան չէ, դուք ասեք»։ Այդ պահին իմ մոտիկները սկսում են ուժեղ ծիծաղալ, պահակի դեմքը նենց հափոխում, չեք պատկերացնի, մինչև այդ ինքը սենց ժպիտով բան ու միանգամից սենց փոխվում լրջանում ու ինքն էլ չի հասկանում, թե ինչ կատարվեց։ Ու ես էլ չի հասկանում այդ պահին ինչը սխալ ասեցի։ Հետո մոտիկներս ինձ ասում են ինչ էր ու ես ուղղակի ուզում էի անհետանայի, գոլորշանայի հոդս ցնդեի։ Ժորդ ամեն անգամ, երբ մենք այս պատմությունը հիշում ենք, նենց ենք ծիծաղում, չեք պատկերացնի։ Միգուցե իմ պատմելով այդքան էլ քրինժ չի էս ամեն ինչը, բայց այդ պահին չեք պատկերացնի, թե ինչ էի զգում ես։ Նմանատիպ պատմություններն իմ կյանքում դժբախտաբար կամ էլ բարեբախտաբար շատ են ու եթե ձեզ հետաքրքիր է, էլի կկիսվեմ, ինչու ոչ։ Իսկ եթե ձեզ ավելին է հետաքրքիր, ուղղակի հետևեք էջիս։ Բայ։